Ազգային ժողովն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը 64 կողմ 7 դեմ ձայներով։ Քվեարկությանը, ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել։ Օրենքի ընդունմամբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է Եվրոպական միությանը միանալու իր ցանկության մասին։ Այդ ճանապարհը ենթադրում է երկարատև բանակցային գործընթաց, խոր բարեփոխումներ եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխանեցում։ Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ նախորդ քննարկումների ընթացքում որոշ փոփոխություններով եւ ձևակերպման հստակեցումներով։ Ինչպես հիշում եք, կառավարությունը առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում մենք հանել ենք նախաբանի մի մասը, այն է արտահայտելով Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, այս հատվածը դուրս է եկել նախաբանից եւ խմբագրել ենք երկրորդ հատվածը։ Նախագծի խմբագրված տարբերակը, որն արդեն ստացել էր օրենսդիր մարմնի հաստատումը, շարադրված է հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության օրենքը Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Մասնագետների շրջանում օրինագիծը միանշանակ գնահատական չի ստացել։ Նրանց կարծիքով, չնայած Եվրամիության հետ ինտեգրումը կարող է ապահովել զարգացում անվտանգության եւ տնտեսության ոլորտներում եւ դրական տեղաշարժ, սակայն Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու տարածաշրջանային իրողությունները դժվարացնում են գործընթացը։ Արևմտամետ քաղաքական շրջանակներն այդուհանդերձ ողջունում են օրենքի ընդունումը, այն դիտարկելով որպես պատմական քայլ, որակելով այն քաղաքակրթական ընտրության դրսևորում, որը պետք է ամրապնդի ժողովրդավարական արժեքների գերակայությունը եւ վերջապես դուրս բերի երկիրը ռուսական ազդեցության գոտուց։ Անդրադառնալով գործընթացի հաջորդ փուլերին, քաղաքագետները նշել են, որ այս պահին հասարակությունը դեռևս լիարժեք տեղեկացված չէ անդամակցության իրական քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական առավելությունների մասին։ Ըստ նրանց, թեև օրենքը դեռևս քաղաքական հռչակագրի բնույթ ունի եւ իրավաբանական պարտավորություններ չի սահմանում, սակայն առաջիկայում կարող է դառնալ լայնածավալ փոփոխությունների նախերգանք։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։